Բարև ձեզ, այսօր կպատրաստեմ տնական երշիկ հավի մսից։ Ես այստեղ ունեմ 1 կիլոգրամ կրծքամիս, դուք կարող եք վերցնել ցանկացած, կարող եք բդիկներից վերցնել։ Ես ձեռքի տակ ունեի կրծքամիսը կտրտել եմ այսպես։ Պարտադիր չէ մեկ չափսի լինի, թող տարբեր լինեն, որպեսզի հետո երշիկի մեջ գեղեցիկ տեսք լինի։ Այ մոտավոր այսպես կտրտում ենք և կավելացնեմ համեմունքներ։ Համեմունքներից ես այստեղ ունեմ կարմիր պղպեղ 1 թեյի գդալ, կես թեյի գդալ աղ, կես թեյի գդալ սև պղպեղ, կես թեյի գդալ խմելի սունելի, 2 պճեղ սխտոր, մի փոքր ավելացնում եմ կարմիր կծու պղպեղ, դա ցանկությամբ և համեմունքները բոլորը կարող եք դուք ձեր նախասիրությամբ ավելացնել և ավելացնում եմ 1 ճաշի գդալ ժելատին, իդեպ ժելատինը շատ օգտակար է, դրա համար ցանկալի է շատ օգտագործել։ Համեմունքները ավելացրեցի, հիմա այսպես լավ կխառնեմ, կդնեմ սառնարան մոտ 1 ժամ կհամեմվի և հետո կշարունակեմ։ Հանեցի սառնարանից, իդեպ մոռացա ավելացնել կորիանդր, ես կավելացնեմ նաև կես թեյի գդալ, շատ համեղ է լինում, համեմի սերմերը աղացած, մի հատ էլ այսպես լավ կխառնեմ, հետո կփաթաթենք ցելոֆանի մեջ։ Այսպես կբաժանեմ 2 մասի և կտեղափոխեմ սնունդի ցելոֆանի մեջ և այսպես կտամ երշիկի տեսք։ Եվ կփաթաթեմ, այսպես կարևոր է, որ քիփ փաթաթենք, և ծայրերը այսպես 2 կողմից պետք է լավ, այսպես քիփ հավաքել, մի կողմը այսպես կկապեմ, օգ չլինի, հիմա այս կողքերը կկտրեմ և այսպես պետք է 3 անգամ փաթաթել։ Հիմա կդնեմ երկրորդի մեջ և նորից այսպես քիփ կփաթաթեմ։ Այսպես 2 կողմերը կբերեմ և վերջին անգամ արդեն երրորդի մեջ կփաթաթեմ։ Սա վերջին անգամն է։ Այս անգամ արդեն ծայրերը ամուր կկապեմ։ Այսպիսի տեսք ունի, երկրորդն էլ պատրաստ է, հետո ցույց կտամ։ Տեսեք, այս մեկը ես թելով այսպես կապեցի,
Կարող եք նաև չկապել, հիմա ես ցույց կտամ երկրորդը ոնց եմ անում, այսպես, այստեղից ես կապեցի, ձգում ենք ձեր քթներ, այսպես ձգում ենք և վերջին էլ կանեմ, վերջում այստեղից նորից կկապեմ, հիմա տեղափոխում եմ գազօջախ եփելու, կեփեմ մոտ 1 ժամ, կհանդիպենք, ահա այսպես կերա մոտ 1 ժամ, հետո կանջատեմ, անցավ 1 ժամ, ես արդեն անջատեցի, երշիկները պատրաստ են, տեսեք ես ափսե էի դրել, երբ այն եռալուց բարձրանում է, պետք է մի ծանր բան ափսե կամ ինչ-որ մի բան դնել, որպեսզի չբարձրանա, հիմա ես կհանեմ երշիկները, կթողեմ կսառի, հետո նոր կդնեմ սառնարան, ցանկալի է 1 գիշեր սառնարանում պահել, ահա ես հանեցի, տեսեք այսպիսի հեղուկ կա իր ներսում, չպետք է ծակել, ոչ մի դեպքում, այսպես կթողեմ կսառի, հետո կտեղափոխեմ սառնարան, կթողեմ գիշերը այսպես կմնա, ցանկալի է գիշերը մնա, որպեսզի լավ սառի, հետո առավոտյան կմիանա։ Երշիկները գիշերը մնացին սառնարանում, հիմա կկտրեմ։ Ահա եւ վերջ սիրելի հետևորդներ, մեր երշիկը պատրաստ է, այսպիսի գեղեցիկ տեսք ունի և շատ համեղ է, այն կարող է զարդարել նաև ձեր տոնական սեղանները, այնպես որ փորձեք, տեսեք այսպես գեղեցիկ, համեղ, այսօրվա համար այսքանը, եթե հավանեցիք տեսանյութս, բաժանորդագրվեք իմ ալիքին և սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ համեղ և նոր բաղադրատոմսերը, հաջողություն ձեզ։